Նրան տապանում հյուրընկալել եմ Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպես արդեն գիտենք, Իրանում լարված իրավիճակը շարունակվում է, երրորդյա սուգ է հայտարարվել, պետական իշխանությունները ցուցարարներին չեն համարում սովորական քաղաքացիներ, այլ համարում են հանցագործ ահաբեկիչներ։ Ընդհանուր առմամբ ինչ վերլուծություն ունեք, ինչ տեղեկություններ ունեք, հաշվի առնելով, որ տեղեկատվության սղություն կա, ինտերնետն անջատված է, տարբերվող ինչ տեղեկություններ կհայտնեք մեզ եւ իրադարձությունների զարգացման սցենարները դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Նախ ասեմ, որ Իրանում շատ լուրջ վստահության ճգնաժամ կա իշխանությունների հանդեպ եւ նաեւ իշխանությունը ըստ էության լեգիտիմության ճգնաժամ ունի։ Քաղաքացիների մի զգալի մասը չեն ընդունում Իրանում հաստատված կարգերը եւ ժամանակ առ ժամանակ վայելում են բողոքի ցույցերի։ Այս բողոքի ցույցերը ամեն տարի կրկնվում են։ Իհարկե ֆորմալ առումով պատճառը տնտեսական է, բայց դրանք նաեւ ունեն քաղաքական ուղղվածություն, որտեղ ինչպես արդեն նշեցի, լեգիտիմության ճգնաժամ ունի ռեժիմը, գործող վարչակարգը։ Եվ դրա համար, երբ որ ելնում են բողոքի ցույցերի սկզբնական շրջանում տնտեսական, այսպես ասեմ, առիթներով են դուրս գալի, բայց դրանք նաև ժամանակի ընթացքում համեմվում են քաղաքական կարգախոսներով, օրինակ կոչեր են հնչեցում Մահ Խամենեիին, Կեցեշահ եւ այլն եւ այլն։ Սա ցույց է տալի, որ էլի իշխանությունը լուրջ ճգնաժամի մեջ է, վստահության ճգնաժամի մեջ է։ Ինչ վերաբերում է այդ պիտակներին, որ տալիս են, դա ծանոթ սցենար է, միշտ բոլոր իշխանությունները այդպեսի բաներ անում են։ Բայց 1 միլիոնից ավելի մարդուն անվանել ահաբեկիչներ։ Դե մեր մոտ ոնց էր 2008 թվականին ոնց էին ասում, գնացել են բողոքի ցուցարարները, խանութ են ջարդել, գողություն արել, պետքա վարկաբեկեն, չէ՞, շարժում դրա համար ասում են, իհարկե բոլորին չեն ասում, բայց ասում են շատ են ահաբեկիչները եւ այլն եւ այլն։ Իհարկե կան նաև adekvat մարդիկ, օրինակ նախագահ Մասուդ Փեզեշքյանը ավելի adekvat է, բավական այսպես ռացիոնալ է։ Ինքը կոչանում, որ գնալ բարեփոխումների իշխանություններին կոչանում լուրջ, այսպես ասեմ, ռեֆորմներ իրականացնել։ Ցավոք իր հնարավորությունները մեծ չեն։ Իրանի առանձնահատկությունը հենց դրանում է կապված, որ իշխանությունը, իրական իշխանությունը պատկանում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, նախագահ։ Հոգևոր կրոնական, այո, նա բոլոր հարցերով ինքն է կոչվում Գերագույն առաջնորդ։ Իսկ նախագահի իշխանությունը շատ սահմանափակ է եւ նախագահ շատ հարցերում նույնիսկ որոշումներ կայացնելու հնարավորություն չունի։ Շատ հաճախ կարող է նախագահի ներկայացուցիչին, նախագահային նշանակած նախարարին մեջլիսում իմպիչմենտի ենթարկեն եւ նա չկարողանա իր որոշումները առաջ տանել, որովհետև Իրանում կա խորքային պետություն կոչված։ Դա պետություն է պետության մեջ, որը որ հակազդում է գլխավոր իշխանությանը։ Դա հեղափոխության պահապանների կորպուսն է, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը որ ունի առանձին իր ֆինանսական, տնտեսական, ռազմական հնարավորությունները, բանակ ունի իր առանձին, բանկեր, ֆինանսական հաստատություններ, ձեռնարկություններ եւ այլն, եւ նա ենթարկում է միայն Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Նա չի ենթարկում երկրի նախագահին։ Եվ շատ հաճախ այս կառույցը տարբեր հարցերում հակադրում է նախագահին, օրինակ ժամանակ երբ որ միջուկային գործարքներ կնքվում, իրենք ամեն ձև փորձում են տորպեդարեին այդ բանակցությունները եւ այդ գործարքի կնքումը։ Այնպես որ այո, շատ ծանր վիճակ է, քաոսի է վերածվել Իրանը, որոշ քաղաքներում փողոցները մարտադաշտի են վերածվել, տարբեր տվյալներով արդեն 500-ից ավել զոհ կա, եւ սա նորություն չի, անցած տարի էլ եղել նախորդ։ Բայց այդ մասշտաբների, այսինքն այս ցույցերի առանձնահատկությունը ո՞րն է, պարոն Վարդանյան։ Այս ցույցերի առանձնահատկությունը երևի նա է, որ այս անգամ միջին խավը դուրս եկավ, առևտրականներ, ձեռնարկատերեր, այն բանից հետո, երբ որ ազգային արժույթը ռեալը կտրուկ արժեզրկվեց, գահավիժեց եւ այդ միջին խավը դուրս եկավ։ Օրինակ նախորդ տարի, եթե ես չեմ սխալվում, այդ բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ որ մի աղջնակի էին սպանել ոստիկանությունում, էլի հազարավոր մարդիկ եղան փողոց, էլի հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ սպանվեցին, էլի քաղաքական կոչեր հնչեցվին, Խամենեիին, ռեժիմին, վառեցին Ղասեմի Սոլեյմանիի արձանը, ինչպես որ այս անգամ, որ ռեժիմի, այսպես ասեմ, խորհրդանիշներից մեկն էր համարվում։ Այնպես որ սա նորություն չի մեծաշով։ Իսկ խելոք իշխանությունը պետք է դրանից դասեր քաղի, հասկանա, որ լուրջ դժգոհություն կա հասարակության մեջ, ոչ թե այսպես
զորո բռնությամբ բիրտ ուժով ճնշան եւ մտածեն վերջ հարցը փակվեց գնաց ոչ հարցը չի փակվել գնացը եթե կա լուրջ խնդիր դա այսպես խցանի նման պրոբկի նման սթռնելու է եթե դու չես լուծում դա Հիմա հավանականությունը որ սցենարին է ավելի շատ մեծ ցույցերը գնալով կմարեն, այսինքն իշխանությունը կկարողանա հակազդել, թե հակառակը։ Դե մի կողմից բոլոր բռնապետական ռեժիմները վաղ թե ուշ, այսպես ասեմ, տապալվում են։ Ավելի բիրտ բռնապետական ռեժիմներ են տապալվել։ Եվ իմ կարծիքով այս ռեժիմն էլ այս տեսքով չի կարալու երկար շարունակի։ Բայց մյուս կողմից է պետք է նկատենք, որ Իրանի իշխանությունը բավականին ուժեղ ռեպրեսիվ ապարատ ունի, շատ ուժեղ ռեպրեսիվ ապարատ ունի։ Կա բանակ, որը 800,000 մարդ է միջև կարող հասնել։ Դրանից առանձին կա, ինչպես արդեն նշեցի, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մոտ 125,000 մարդ է։ Կա Բասիջ աշխարհազորը, կա ներքին գործերի նախարարությունը, ոստիկանությունը, ժանդարմերիա։ Այս բոլորը իրենց ռեպրեսիվ ապարատն է կազմում։ Ընդ որում այնտեղ ժողովրդավարական երկրների նման չի որ բանակը չներքաշեն բողոքի ցույցեր ցրելու մեջ։ Իրենք ոչ մի բանի առաջ չեն կանում։ Բանակին էլ են ներքաշում, անխղճորեն մարդկանց վրա էլ են կրակում, ոչ մի բանի առաջ չեն կանում։ Պետք լինի հազարավոր մարդկանց դիակներ էլ կփռեն։ Եվ ցույց է տալիս դա այս Իրանի պատմությունը, ել եմ ասում, բազմից այսպիսի դեպքեր են եղել։ Գրեթե ամեն տարի այդ դեպքերը տեղի ունենում ու գրեթե ամեն տարի դա ավարտվում է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհերով բիրտ, այսպես ասեմ, կոպտագույն ճնշմամբ այդ բողոքի ցույցերի։ Այնպես որ շատ դժվար է միանշանակ պնդել թե ինչ կլինի, այլ ինտերնետն ԱՄՆ-ի միջամտություն այս դեպքում ինչ դեր կարող է ունենալ։ Դե ուր ԱՄՆ-ի միջամտություն չկա, միայն բառերով են ասում, հայտարարությունների ցենկով չեն գնում եւ ես վստահ չեմ որ դա օգնում է ցուցարարներին։ Ինչ որտեղ հնարավոր է օգնում է, ինչ որտեղ հնարավոր է նաեւ վնասում է, որտեղ իշխանությունները դրա վրա մանիպուլյացիաներ են անում էլի ասում են տեսեք եթե մեր ճշնամի երկիրը որ ամիսներ առաջ մեր ռմբակոծեց մեր վրա հարձակվեց ձեզ է պաշտպանում ցուցարարներ ուրեմն դուք ճշնամու շահերն եք սպասարկում եւ դա կարող է շատ մարդկանց վրա ազդել որ դուրս չգան փողոց կամ չգնան կտրուկ քայլերի այնպես որ ես վստահ չեմ որ Թրամփի աջակցությունը որը որ միայն առայժմ բառերով խոսքերով է որը օգնություն է այդ ցուցարարներին Հիմա այս իրադարձությունների ֆոնին Հայաստանում պետական իշխանության, պետական մարմինների արձագանքը կամ դիրքավորումը համահունչ է, տարբեր գնահատականներ են հնչում, ասում են հարևան Իրանում այսպիսի լարված վիճակ է, մենք թիթեռնիկ ենք նկարում, մենք շարունակում ենք օրակարգում պահել եկեղեցու բարենորոգման հարցը, մինչդեռ պետք է ավելի լուրջ խնդիրներով զբաղվել հնարավոր սցենարներից կախված Իրանում։ Իշխանությունը, այո, պետք է լուրջ բաներով զբաղվի, բայց դա կապ չունի Իրանի իրադարձությունների հետ։ Իրանը իրանց խնդիրն ունի, դա Իրանը իրանցիների խնդիրն է, դա մեր խնդիրը չի։ Մենք պետք է մեր խնդիրներով զբաղվենք, ավելի պաշտպանունակ, ավելի անվտանգ պետություն ստեղծենք, ուժեղացնենք երկրի տնտեսությունը, բանակը եւ այլն, եւ չպետք է նայենք, թե ինչ է կատարվում Իրանում։ Ցավոք Հայաստանը այսօր հնարավորություն չունի ազդել Իրանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Դա մեր խնդիրը չէ, դա մեր հարցը չէ։ Միգուցե դա մեզ այո, առնչվի դա մտահոգի մեզ, բայց մենք չենք կարող ազդել դրա վրա։ Ոչ մի ձևով, ոչ մի տեսքով չենք կարող եւ ճիշտ է որ նաեւ որ որևէ հայտարարություն չենք անում այդ կապակցությամբ։ Այնպես որ այո, համաձայն եմ որ իշխանությունը պետք է ավելի լուրջ բառերով զբաղվի։ Եկեղեցու օրակարգին կանդրադառնանք, պարոն Վարդանյան, երեկվանից գրեթե չկան շրջանակներ, որ չեն քննարկում Սոլովյովի հայտարարությունը, իշխանության ներկայացուցիչները ակտիվ իրենց սոցիալական էջերում պատասխանում են նրան, լսել եք վստահաբար, թե նա ինչ հայտարարություններ է արել, փաստորեն չի բացառում հատուկ գործողություններ կոչվածի իրականացումը նաև ազդեցության այլ գոտիներում, մասնավորապես Հայաստանում, ասում են շատ կարևոր է Հայաստանը կորցնելը դա։ Հիմա դուք ինչ կարող եք ասել, սա ուղղակի մեկ անձի հայտարարություն է, թե այնտեղ պետական մակարդակով համարում են, որ ռեսուրս ունեն նաև այլ տարածքներում այդպիսի գործողություններ իրականացնել։ Դուք սա առաջի դեպքը չի, որ այդպիսի հայտարարություններ են արվում, ընդ որում միայն Հայաստանի դեմ չէ, հետխորհրդային այլ երկրների դեմ էլ։ Ու պիտի հաշվի առնենք, որ Սոլովյովը դա պատահական մարդ չի, դա իշխանության թիմ 1 պրոպագանդիստն է,
կամ պրոպագանդիստներից մեկը, որը առատորեն վարձատրվում է իշխանության կողմից, նրա հովանավորը Գազպրոմն է, պետական Գազպրոմ ընկերությունը, եւ շատ հաճախ Կրեմլը այն բաները, որը չի կարող բարձրաձայնել, ասում է Սալավիովների միջոցով, Սալավիովների, Մարգարիտա Սիմոնյանների եւ մյուսների միջոցով։ Ես տեսականորեն քիչ հավանական եմ իհարկե համարում Հայաստանի դեմ հատուկ ռազմական գործողությունը, որտեղ դրա համար հիմք չկա, բայց մյուս կողմից էլ եթե նայում ես մի քանի տարի առաջ եթե ասեին Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսելու Ռուսաստանը այսպես արյունալի, որը միլիոնից ավելի մարդու կյանք է տանելու կամ վիրավոր է բերելու, շատերը այդ մարդկանց երևի խելագար կհամարեին, ասենք մի 15 տարի առաջ էլի, եթե տես բան ասեին։ Բայց տեսանք, որ Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է։ Իհարկե, ինչ որ ռազմական գործողություն Հայաստանի դեմ չի կանի, չեմ կարծում դրա հավանականություն մեծ է, բայց նա ունի բազմաթիվ լծակներ այստեղ ներսում ինչ որ խլրտումներ իրականացնելու, երկրի քաղաքական եւ երկրի ընդհանրապես երկրի վիճակը խառնելու։ Այսօր Ավետիսյանների սպանության այսօր է կարծում։ Տարելիցն է։ Այո, 11-րդ տարին է։ Հիշում ենք ինչ եղավ, էլի ոնց ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտավ եւ այսպես մի ամբողջ ընտանիքի սպանդի ենթարկեց։ Դա էլ մի ձև է, հիբրիդային պատերազմի ձև է եւ իրականում տեսնում ենք, որ բազմաթիվ այլ լծակներով Ռուսաստանը փորձում է ուղղակի Հայաստանում իրավիճակ փոխել, Հայաստանում խառնակցություն անել եւ այլ քայլերի գնալ։ Իրենք ոգեշնչվում են ճակերտներում Թրամփի գործելավոճից։ Թրամփի գործելավոճը կարող է օգնել իրանց, այո, որովհետեւ ժամանակին, երբ որ հիշում եք 2003 թվականին, երբ որ ԱՄՆ-ն մտավ Իրաք, Ջորջ Բուշ կրտսերը եւ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվության։ Դա ոգեշնչեց Պուտինին։ Երբ որ 2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, եթե հիշում եք, իր հայտարարության մեջ Պուտինը ասում էր հղում կատարեց հենց այդ իրադարձություններին, ասաց եթե ձեզ կարելի է ԱՄՆ-ին կարելի է մտնել Իրաք առանց ՄԱԿ-ի թույլտվության, ինչու՞ դա մեզ չի կարելի։ Գնացեք նայեք այդ հայտարարությունը Պուտինի կա։ Հենց այդ պատերազմը սկսելու հետ կապված ինքը ուղերձով դիմեց ժողովրդին եւ հենց դրա մասին խոսեց, ասավ եթե ԱՄՆ-ին դա կարելի է, ինչու դա մեզ չի կարելի։ Հիմա նույն բանը ասեց նաեւ Սալավիովը, ասաց էլ ինչ միջազգային իրավունք, չէ, ենթատեքստ չէ, բացայտ ասեց։ Ասաց թքած միջազգային իրավունքի վրա, եթե մենք մտել ենք բան Ուկրաինա, պետք է նաեւ ոչ մի բանի առաջ կանենք եւ նաեւ գնանք այլ հետխորհրդային երկրներ։ Եվ այո, դրանք Թրամփից ինչ որ առնով ոգեշնչված են։ Բայց տարբերություն կա ախր հնարավորությունների։ Ինչու իրենք հաշվի չեն նստում իրենց հնարավորությունների հետ։ Թե քարոզչական մակարդակում հնարավորությունները գնահատելը այդքան էլ կարևոր չէ։ Կարևորը հայտարարություններն են։ Պատմության մեջ շատ են եղել դեպքերը, ինձ թվում է հիմա էլ է այդպիսի դեպք, երբ որ երկրների ղեկավարներ, բռնապետեր գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Նույն այդ Ուկրաինա ներխուժումը, հիշեք, Կիևը 3 օրում, Կիևը 1 շաբաթում լոզունգները։ Մարդիկ իրոք մտածում էին, որ պիտի գնան Ուկրաինա, տատիկ պապիկները ժողովուրդը իրանց ծաղիկներով դիմավորի, շատ քիչ դիմադրություն պետք է հանդիպեն, ժողովուրդը սիրում է իրենց, ռուսական զորքին, եւ իրենք առանց որևէ խնդրի, առանց որևէ խոչընդոտի կմտնեն այնտեղ իշխանություն կփոխեն, Կիևը կգրավեն եւ այլն։ Բայց տեսանք, չէ, ինչ եղավ, արդեն իմիջիալոց այսօրվանից կարծեմ ռուս-ուկրաինական պատերազմը իր տևողությամբ ավելի երկար է, քան հայրենական մեծ պատերազմը։ Այնպես որ տենում ենք, չէ, բայց ինչքը ոնց է խրվել Ուկրաինայում չի կարողանում դուրս գալ դրանից եւ ինչպեսի մեծ մարդկային, ֆինանսական եւ այլ կորուստներ է կրում, այնպես որ այո, հիմա կարող մտածեն դե Հայաստանն է փոքր երկիր է, ինչ պետք է լինի, որ գաճաճա մենք ասենք հզորենք, Հայաստանը գաճաճա։ Մի հատ մի բան էլ ընդե անենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Վարդանյան, հիմա վերադառնանք այդ եկեղեցու բարենորոգման ծրագրին, օրակարգը ըստ էության կիսում են մեծ թվով քահանաներ, այսինքն օրեցօր սկսեցին միանալ։ Դուք ինչ կանխատեսում ունեք զարգացումների, կհաջողվի հեռացնել կաթողիկոսին։ Կարծում եմ, որ ոչ չի հաջողվի, որովհետև կաթողիկոսին հեռացնելու մեխանիզմ չկա, օրինական մեխանիզմ։ Մնում է այլ տարբերակներով վախեցնել կամ ինչ-որ կոմպրոմատների ազդեցության տակ ստիպել նրան, որ նա հրաժարական տա, կամ ինչպես իրենք են ասում, գնա հանգստի։ Բայց տեսնում ենք, որ մինչև այժմ չի գնացել այդ քայլին կաթողիկոսը։ Պես որ մի հատ փակուղային իրավիճակ է ստեղծվել իշխանության համար, իրենք անընդհատ այդում են, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը պետք է գնա, բայց դա չի հաջողվում իրենց մոտ։ Այնպես որ ես այս առումով չունեմ չեմ կարծում, որ իշխանությանը կհաջողվի փոխել կաթողիկոսին, բայց մյուս կողմից իհարկե համաձայն եմ, որ հայոց եկեղեցին դուրս է եկել շատ հարցերում պետական շահի պետության դեմ, միգուցե իրենք չեն էլ գիտակցում, միգուցե գիտակցում են, ես չգիտեմ, բայց անում են քայլեր, որոնք որ հակապետական են։ Նաև ակնհայտ է, որ եկեղեցին լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Տեսնում եք, ինչքան բաներ են բացահայտում։ Այդ կեղտոտ սպիտակ եղանը անընդհատ բացահայտում է։ Ինչպիսի բարքեր են տիրում եկեղեցում, ինչպիսի կեղտոտ այսպես կոմպրոմատներ կան որոշ հոգևորականների դեմ եւ այլն, սկսած ֆինանսականից մինչեւ սեռական մախինացիաներ, մի խոսքով բազմաթիվ այլ, այսպես ասեմ, կոմպրոմատներ կան փաստորեն,
որոնք որ ժամանակ առ ժամանակ նաև դուրս են սպրտվում։ Սա ցույց է տալիս, որ եկեղեցին այո լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Բայց նաև այդ եկեղեցին ինքը լինելով մոնարխիկ բնույթի կառույց, այսպես ասեմ, չունի ժողովրդավարական մեխանիզմներ կաթողիկոսին որևէ բան պարտադրելու, թեկուզ բարեփոխումներ գնալու, որ ամեն ինչ նրա հայեցողության տակ է։ Կուզի կանի, կուզի էս մի հոգևորականին կպատժի, չի ուզի, չի պատժի։ Եվ բազմաթիվ օրինակներով տեսնում ենք մենք դա։ Այնպես որ այո, կա լուրջ ճգնաժամ եկեղեցու մեջ, բայց դա ոնց պետք է լուծվի, ինչ ճանապարհով պետք է գնան դրանք լուծելու համար, ես ճիշտ ասած այդքան էլ լավ պատկերացում չունեմ։ Փաշինյանն ասում է, ինչպես Սերժ Սարգսյանը չէր պատրաստվում հեռանալ, եւ մենք ստիպեցինք, որ հեռանա, նույն կերպ է կաթողիկոսը։ Այստեղ ակնարկային է, որ հանրային լայն աջակցություն, եթե լինի այդ ճանապարհով կկարողանան իսկապես ստիպել, որ կաթողիկոսը հեռանա։ Դե հանրային լայն աջակցությունը իրականացվեց, դրա հետ կապված ինչ տպավորություն ունեիք։ Հիմնականում գնում են մարդիկ, ովքեր որ պետական սեկտորում աշխատում են, ստիպված են ինչ-որ առումով եւ նաեւ իշխանությանը մեջ գտնվող մարդիկ կամ մարդիկ, որոնք ուզում են հաջողանան Փաշինյանին։ Գնում են այնտեղ Երևան, հեսա դեմը խորհրդարանական ընտրություններ են, մարդիկ ցուցակում հայտնվելու, պաշտոններ ստանալու ակնկալիքներ ունեն եւ շատերը հենց դրա համար գնում են։ Ինչն է հետաքրքիր, որ մարդիկ, որոնք տեսնում ենք արդեն մի քանի դեպքեր եղել են, մարդիկ բոլոր Նիկոլ Փաշինյանի ասածները կրկնում են, որոշ մարդիկ էլի իհարկե։ Հետո անում են հայտարարություններ, որոնք որ ամբողջովին, այսպես ասեմ, Փաշինյանի ասածների հիմնավորում կամ արդարացնում են, հետո որոշներին, երբ որ աշխատանքից կամ պաշտոնից հեռացնում են, հետո ու հակառակ, այսպես ասեմ, դիրքորոշում են ворթեգրում։ Ես վստահ եմ, որ շատերը, ովքեր որ հիմա եկեղեցու դեմ են դուրս եկել, հենց պաշտոնից զրկվեն կամ իշխանական, այսպես ասեմ, հարաբերություններում էլ չլինեն, իրենք ուղիղ հակառակն են ասելու, արդեն սկսել են եկեղեցուն պաշտպանել։ Սա արդեն նոր բան չի, արդեն մենք սա բազմից տեսել ենք, իսկ եկեղեցում բարեփոխումներ անելու Փաշինյանի մտադրությունը, ես ընդհանրապես մտադրություն եմ համարում, չեմ կարծում, որ իրենց հաջողվել է լուրջ բան փոխել այս եկեղեցում։ Ստեղ ուղղակի պետք է, ես խնդրի լուծումը սենց եմ տեսնում, նստեն կողմերը, փոխզիջումների գնան, եւ նստեն ասեն, եթե իրոք դա է խնդիրը, էլի, իհարկե, եթե իրոք եկեղեցին բարեփոխելու նպատակ ունի իշխանությունը, պետք է նստեն այդ կաթողիկոսի հետ, նույն սեղանի շուրջ, ասեն, ստե էս ինչ տեղերում խնդիր կա, իսկ այդ խնդիրները իրոք կան, բազմաթիվ են։ Բազմիցս շատ հարցեր կան, որ այսպես բարեփոխումների կարիք ունեն, շատ հարցեր կան, որ պետք է իրոք լուծվեն, իսկ դրանք չեն լուծվում։ Բնականon եւ սովորական է դառնում ադրբեջանական նավթամթերքի մատակարարումը Հայաստան, պարոն Վարդանյան։ Դե հələ որ հա, չնայած ես շորոտս էի, կարծում եմ որ դա 1-2 անգամյա ակցիա է լինելու, որովհետեւ ստեղ էլ էլի ինչ-որ անհասկանալի բաներ կան։ Այն բենզինը, որը որ մատակարարում է Հայաստանին, այն նստինք տեսակի բենզին, Ադրբեջանը դա չի արտադրում կամ սահմանափակ քանակությամբ է արտադրում։ Ադրբեջանը դա ներկրում է 3 երկրներից՝ Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրատներից եւ Ռումինիայից։ Այսինքն ինքը իր կարիքի համար այդ այն նստինք տեսակի բենզին է ներկրում։ Ինքը չունի տեխնոլոգիական այն հնարավորությունները, որ բարձրորակ բենզին արտադրի եւ ադրբեջանական բենզինը միջալոց ուղղակի արգելված է եվրոպական միության տարածքում, որովհետեւ ցածր որակի բենզին է եւ նա կարող է միայն իր տարածքում վաճառել եւ հնարավոր է նաեւ Վրաստանում կամ այլ երկրներում։ Այսինքն ինքը բարձր որակի բենզին արտադրելու խնդիր ունի։ Բայց այդ բենզինից մեզ մատակարարում է։ Հիմա հարցը առաջանում ինչու։ Ինչու՞։ Չգիտեմ, չունեմ պատասխանը, ինչ որ պարզ է որ միգուցե միջազգային հանրության աշկին թոզ փչելու կամ ինչ որ իր իմիջը բարելավելու տարբեր կարող են լինել պատճառները, բայց ակնհայտ է որ ինքը դա սուբսիդավորում է ինչ որ առումով։ Ինքը վնասի հաշվին Հայաստան բենզին է ներկրում արտահանում։ Ընդ որում այդ գներն էլ այդքան էլ այդպես չպետք է լինեն, էլի ռացիոնալ չի, մի քիչ ավելի էժանա ստեգալի կամ դրա իրական ինքնարժեքներ, չնայած հիմա եթե Վրաստանը արդեն 2-3 անգամներ արդեն սկսի տարանցման վճարներ գանձել, կարծում եմ այդ բենզինի
գինն էլ կբարձրանա եւ այլևս այդ 70-80 դրամով ավելի էժան չլինի, քան շուկայում գտնվող մյուս նմանատիպ նույն որակի բենզիները։ Այնպես որ այստեղ էլ շատ հարցեր կան, որոնց պատասխանները դեռևս միանշանակ չի։ Իհարկե Ալիևն էլ իր խնդիրն է լուծում։ Հնարավոր է շատերն ասում են, որ օրինակ նա խնդիր ունի ԱՄՆ-ին ցույց տալու, որ տեսեք, մենք բոլոր խնդիրները այլևս լուծել ենք Հայաստանի հետ, 907 բանաձևը վերացրեք, չեղարկեք։ Ասում են նաև Մադուրոյի դեպքից կարող է Ալիևի աչքը վախեցած լինել, չնայած որ առաջին խմբականակը այդ դեպքերից առաջ մատակարարվել։ Ադրբեջանը այդ խնդիրը չունի, եկեք մենք ինքներս մեզ չխաբենք։ Ինչու՞։ Դե ինքը այո, բռնապետ է։ Չեն կարող իրեն էլ մի գիշերում վերցնել։ Կարող, բայց դե հիմա ինքը այն աստիճանի խնդիր չի հարուցել միջազգային հանրության կամ ԱՄՆ-ի համար, որ իրան փոխելու բան ունենան, նպատակներ կամ ծրագրեր դնեն։ Եթե շատ այսպես համահանի, դա էլ կանեն, ինչ որ այլ քայլեր երկր, բայց համը չի անում, նա էլ, այսպես ասեմ, հեռատես քաղաքական գործ չէ, եւ այսպես կարողանում է բոլորի հետ լեզու գտնել։ Եվ ԱՄՆ-ի հետ տեսնում ենք ինչպիսի ջերմարաբերությունները կարողացել հաստատել Թրամփի վարչակազմի հետ։ Փորձում է նաեւ Եվրամիության հետ հարաբերությունները բարելավել։ Ես երեք հիշեցրեցի մի հարցազրույցի ժամանակ, որ 1 տարի առաջ Ալիևը այսպես ասեմ բարձրագոչ հայտարարություն արեց եւ այսպես խոստացավ, որ կաջակցի Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող որոշ այդ կղզիներին իր խոսքերով նեոգաղութատիրության դեմ պայքարում եւ կօգնի նրանց ազատագրվել։ 1 տարի առաջ այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա տեսնում ենք, որ վերջերս հայտարարություն արեցին, որ Ֆրանսիայի հետ ունեցած բոլոր խնդիրները լուծված են, դրանք այլևս արդեն անցյալում են, կարող է հիմա բոլորի հետ հարաբերություններ կարգավորի։ Եվ տեսնում ենք, որ ինքը այն գխացավանքը չի միջազգային հանրության համար, ինչ որ ասենք Մադուրոն է կամ Իրանի իշխանությունները։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի իրանագետ քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։